Զրուցում ենք քաղաքագետ, քաղաքական հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Պարոն Ղազարյան, 3 ցեղասպանության տարելիցներ եւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը խուսափել էր հայոց ցեղասպանություն արտահայտությունից, հստակ որակումից։ Դրան զուգահեռ նաեւ Թրամփը իր ուղերձում չի օգտագործել ցեղասպանություն եզրույթը։ Կխնդրեմ ասեք, թե այս տարվա Միացյալ Նահանգների վերաբերմունքը հայոց ցեղասպանությանը ինչով էր պայմանավորված, որովհետև կարծես թե սա առաջին տարին էր, երբ խոսում էին հայոց ցեղասպանության մասին եւ խուսափում էին օգտագործել այդ եզրույթը։ Միացյալ Նահանգները աշխարհում այն պետություններից մեկն է, որը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է հայոց ցեղասպանությունը։ Եվ Միացյալ Նահանգների դիրքորոշումը չի արտահայտվում միայն նախագահի ապրիլ 24-յան ուղերձով կամ Երևանում ԱՄՆ դեսպանության ուղերձում տված ձևակերպումներով։ Միացյալ Նահանգների խորհրդարանն է ընդունել բանաձև հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող, բացի այդ ինքը դաշնային կառավարում ունեցող երկիր է Միացյալ Նահանգներ, իսկ այդ 50 նահանգներից, եթե չեմ սխալվում, 48-ը պաշտոնապես նահանգային մակարդակում նույնպես ընդունել են ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձևեր, այնպես որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը մեզ համար վաղուց հայտնի է։ Ինչ վերաբերում է նախագահական ուղերձներին, ճիշտ է, այս տարի նախագահի ուղերձում ցեղասպանություն եզրույթը չի օգտագործել, բայց այդ եզրույթը օգտագործել օրինակ նախորդ նախագահ, ինչպես նաև Ռոնալդ Ռեյգանը, այսինքն եղել են նախագահներ, որոնք այդ եզրույթը իրենց ապրիլ 24-յան ուղերձներում օգտագործել են։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների հիմիկվա այս տարվա դիրքորոշումը, այդ թվում դեսպանության, պայմանավորված է նաև Հայաստանի իշխանությունների կեցվածքով, որովհետև եթե նկատել եք Նիկոլ Փաշինյանն էլ է ձեռնպահ մնում ցեղասպանություն եզրույթը գործածելուց, իր ուղերձում էլ ցեղասպանություն եզրույթը օգտագործել է մեծ եզրույթից հետո, ճիշտ այնպես ինչպես Միացյալ Նահանգների նախագահն է գործածել մեծ եզրույթը, այնպես որ կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ազդել է նաև այլ պետությունների դիրքորոշումների վրա։ Պարոն Ղազարյան, իսկ մեզ համար առհասարակ ինչ է նշանակում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որովհետև մենք անընդհատ խոսում ենք, որ ժխտողական քաղաքականություն է սկսել այս իշխանությունը ցեղասպանության հարցում եւ փորձում ենք հետևանքներն էլ ենթադրել, թե ինչպիսին կլինեն։ Այնուամենայնիվ, ինչպիսին են լինելու այդ հետևանքները մեզ համար եւ մոտ ապագայում, որովհետև իր հետևանքները շատ հեռու ապագայում դժվար թե լինեն։ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները բոլոր հարցերում, այդ թվում հայոց ցեղասպանության հարցերում, այլևս համապատասխանում են Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումներին, որովհետեւ Հայաստանի իշխանությունները դարձել են այդ երկու ստեյության դաշնակից երկրների շահերի սպասավորները։ Փաշինյանի եւ իշխանական այս թիմի մասին են։ Նրանք հայ ժողովրդի ճշնամիներն են եւ սպասարկում են ճշնամական պետությունների շահերը։ Իսկ ճշնամական պետությունների շահեր սպասարկելու հետևանքը թե ինչ է լինում, դա մենք արդեն տեսել ենք Արցախի օրինակով։ Պետությունը վերանում է։ Հայաստանի իշխանությունները այժմ Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների պահանջով նպատակ ունեն կործանել հայոց պետականությունը եւ բնաջնջել ու տեղահանել հայ ժողովրդին։ Դա իրենց հաջողվել է ցավոք սրտի Հայաստանի մեկ հատվածում, Ալայում, եւ հիմա իրանք արդեն իրենց ջանքերը դրել են հետևողականորեն մեր երկրի մյուս հատվածի Հայաստանի կործանելու եւ մեր ժողովրդին բերելու ուղղությամբ։ Եթե հայ ժողովուրդը հիմա դուրս չգա ինքնապաշտպանական պայքարի եւ չկարողանա դիմակայել, ապա մեզ բոլորի սպասում է նույն ճակատագիրը, ինչին որ ցավալիորեն արժանացել են Արցախի մեր քույրերն ու եղբայրները։ Պարոն Ղազարյան, եւս մեկ հարց, այ դուք ասում եք, որ օրինակ Միացյալ Նահանգների դիրքորոշումը պայմանավորված է Հայաստանի իշխանությունների դիրքորոշմամբ։ Սա կարող է ենթադրել, որ քիչ-քիչ նաեւ բոլոր պետությունները, երկրները իրենց դիրքորոշումը կփոխեն ցեղասպանության հարցում։ Չեմ կարծում, որովհետև հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող երկրները նրանք ոչ թե իրենց վերաբերմունքն են հայտնել Հայաստանի իշխանություններին տարբեր ժամանակների, այլ նրանք դատապարտել են մարդկության դեմ կատարված մեծագույն ոճիրը եւ մեծագույն հանցագործությունը։ Իսկ մարդկության դեմ նման հանցագործության վերաբերյալ
այն երկրները, ովքեր որ արդեն հայտնել են դիրքորոշում, չեմ կարծում, որ նրանք կվերանային իրենց մոտեցումները։ Դա կազմի պարզապես Հայաստանի միջազգային հեղինակության վրա, որպես մի պետություն, որը հրաժարվում է իր պատմությունից, հրաժարվում է իր ժողովրդի հանդեպ իրականացված դաժան բարբարոսություններից եւ ցեղասպանությունից։ Դա Հայաստանի վրա կազմի, բայց մյուս երկրները չեմ կարծում, որ իրանք դիրքորոշումները կվերանային։